Հայաստանում մայիսի 4-ին անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից հետո, երբ մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ հավաքվել էին մեր երկրում, ընդդիմության առաջ քաշած թեզերից են օրինակ, որ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան հակառուսական քայլ է։ Հիշեցնում են, որ Զելենսկին շնորհավորել էր Ադրբեջանին հաղթանակի կապակցությամբ։ Նույն քննադատները նաև պետական այցով Հայաստան ժամանած ու ջերմ ընդունելության արժանացած Ֆրանսիայի նախագահի մասին ասում են, թե նրա արածը մեր երկրի համար ընդամենը այն է, որ 2022 թվականին աջակցել է Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու գործընթացին։ Այդ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այս ու բազմաթիվ այլ թեմաների մասին լրագրողների հարցերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց կառավարության նիստից հետո։ Ասաց Էմանուել Մակրոնի արածը հնարավոր կլինի տեսնել մայիսի 28-ին։ Այդ օրն, ինչպես հայտնի է, զորահանդեսի պես հաշվետվություն է նախատեսված։ Մայիսի 28-ին կտեսնենք ինչ արել, ինչի պատմեմ, ցույց կտամ։ Հիշեցրեց, որ Պրահայից առաջ Ռուսաստանն է ամենաբարձր մակարդակով 2 անգամ հայտարարել Ղարաբաղն Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ։ Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան կուսակցությունների ու Հայաստան դաշինքի ներկայացուցիչների մեկնաբանություններն այդ մասին վարչապետը չի լսել։ Ադրբեջանին հաղթանակի առիթով շնորհավորել են նաև ՀԱՊԿ անդամներ, օրինակ Բելառուսը, նկատեց Նիկոլ Փաշինյանը։ Հավելեց, չի տեսել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, արձագանքի ու դիրքորոշում հայտնի։ Հաջորդը Բելառուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը միջև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել։ Թող արտահայտի դիրքորոշումը։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ հայերը ոչ մեկի բացի բանից ԵԱՏՄ-ից պետք չեն։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի այցին, Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանն ավելի վաղ Կիև էր ուղարկել հումանիտար օգնություն։ Ինքը նաև հայտարարել էր հետևյալը. Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք Ռուսաստանի։ Եւ դուք գիտեք, որ թե Ալմաթայի հռչակագիրը ինչ կարևոր եւ սկզբունքային նշանակություն ունի մեզ համար, եւ մենք հենվում ենք Ալմաթայի հռչակագրի վրա եւ այդ հենքի վրա ենք կառուցում խաղաղությունը Ադրբեջանի հետ։ Եվ սա մեր սկզբունքային դիրքորոշումն է։ Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին Հայաստանի վարչապետը ներկա չի լինի։ Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ այցի ընթացքում ապրիլին Ռուսաստանի նախագահին տեղեկացրել են, որ քարոզարշավ բերումով չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին։ Այս ընտրություններին պատրաստվելով Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել եւ աշխատելու են քաղաքացիների հետ, որ պատերազմի եռագլուխ կուսակցություններից որևէ մեկը Հայաստան դաշինքը, Ուժեղ Հայաստան եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները չհաղթահարեն խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը։ Սամվել Կարապետյանի պնդումները, թե հաղթելու է ընտրություններում, Փաշինյանը ծիծաղելի է համարում։ Շեշտում է մարդը, որը թեկնածու չէ եւ չի էլ կարող լինել, ընտրություններում հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Այդ մարդը ֆեյք է։ Fake տեխնացու է, fake տեխնացու։ Ասենք ինքը հիբրիդային fake տեխնացու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում Հայաստանի Հանրապետությունում, հիմա էլ հիբրիդային fake տեխնացու են բերել Հայաստանի Հանրապետությունում բանանելու համար, օգտագործելու համար։ Չի կարող լինել։ Ուրեմն աշխարհը կեսից կիսվի, ձեր նշած անձը խորհրդանական ընտրություններից հետո առաջին նիստի օրվա դրությամբ պետքա նշանակված լինի վարչապետ։ Ինչու է Սամվել Կարապետյանի մասին Նիկոլ Փաշինյանն ասում կալուգացի օլիգարխ, երբ նա հայտնի է որպես Տաշիրի Սամվել, ուզում է ռուսականություն հաղորդել։ Լրագրողի այս հարցին պատասխանելով երկրի ղեկավարը նշեց, նրա տնտեսական հետաքրքրությունների կենտրոնը Հայաստանից դուրս է, բայց նաև թույլ չի տա, որ Հայաստանի որևէ տարածք բդեշխային տրամաբանությամբ կապվի որևէ անձի հետ։ Որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունի, այդ տարածքը իրանց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եւ որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է։ Նրանց բարեգործ լինելու մասին էլ ասում է բարեգործությունը ծխածածկույթ է Հայաստանից գողանալու համար, այդ թվում էլեկտրաէներգիայի հավելագրումներ անելու միջոցով։ Հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը։
Ինչ վերաբերում է Տաշիրում Սամվել Կարապետյանի արած ներդրումներին, Փաշինյանի գնահատմամբ դա կառավարության վերջին տարիներին արած ներդրումների անգամ 10%-ը չէ ու չէր էլ կարող լինել։ Հայաստանում անհատական ներդրումներով հարցեր չեն լուծվում։ Դրա վկայությունն է, որ կառավարությունն ինքն է կառուցում դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, իրականացնում սուբվենցիոն ծրագրեր։ Իսկ բողոքի ցույցեր չկան, թե բարեգործություններ են արվել, ինչու է բյուջեի միջոցներն ավելորդ ծախսում։ Բողոքի ակցիաներ թող անեն, մարդիկ ասեն 500 մանկապարտեզին չեք կառուցում։ Պետական բյուջեի փողերը անիմաստ ծախսում եք, 300 դպրոցին չեք կառուցում։ Պետական, բայց չէ որ մեր բաները հաստագլուխ եւ հաստավիս բարեգործները այսքան բարեգործություն են արել, դուք ինչի համար եք պետական միջոց, այդքան ճանապարհին չեք կառուցում, այդքան ջրագիծին չեք կառուցում, այդքան լուսավորությունին չեք կառուցում։ Բա մեր բարեգործները այսքան բարեգործություն են արել։ Թոշակներին չեք բարձրացնում, մեր բարեգործները մեզ բրինձ են բաժանում։ Այսինքն դուս եկեք այդ տրամ, ովքեր են այդ մարդիկ ընդհանրապես։ Ովքեր են այդ մարդիկ։ Այդ մարդիկ իրաց կոռուպցիոն հովանավորները չլինեին, այսօր միջին վիճակագրական, միջին խավի ներկայացուցիչ կամ կլինեին կամ չէին լինի։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։